Ուղիղ եթերում ABC լուրերի հատուկ թողարկումն է, ես Կարեն Մութաֆյանն եմ, բարի ուշ գիշեր։ Ընտրությունն ավարտված է, հաշվարկը ևս։ Արդեն կա Վաղաշապատի համայնքապետի ընտրության նախնական արդյունքը։ Պատկերը հետևյալն է։ Պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը հրապարակել է Վաղաշապատի 44 տեղամասերի նախնական հաշվարկի արդյունքները։ Ըստ այդմ ձայները բաշխվել են հետևյալ կերպ։ Հաղթանակ կուսակցությունների դաշինք 9454 ձայն, 31.7%, համահայկական ճակատ կուսակցություն 278 ձայն, 0.9%, Հանրապետություն կուսակցություն 1194 ձայն, 4%, Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցություն 1616 ձայն, 5.4%, Ազատ դեմոկրատներ կուսակցություն 1144 ձայն, 3.8%, Ժառանգություն կուսակցություն 428 ձայն, 1.4%, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 14438 ձայն, 48.4% և Հայրենիք կուսակցություն 1131 ձայն, 3.8%։ Ժամը 20-ի քվեարկությունն ավարտվել է և վերջին տվյալով ընտրությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողներից 69866 բնակիչներից 31527-ը կամ 45.12%-ը։ Մասնակցության բարձր ցուցանիշների հետ մեկտեղ շատ են եղել նաև խախտումները։ Ընտրության մեկնարկից սկսած դիտորդներն սկսեցին ահազանգեր հնչեցնել ընտրախախտումների մասին։ Կրկնակի միջնորդավորված ու ուղղորդված քվեարկություններից քարոզչության օրենքի խախտում։ Դիտորդական առաքելություն կատարող խմբերը արձանագրել են բոլոր տեսակների բազմաթիվ խախտումներ։ Մեկտեղել ենք այդ բոլոր խախտումները մեկ տեսանյութում առանց մեկնաբանության։ Ես գործակցություն եղավ ոստիկանի տանքեն կեցի տանում։ Լավ, մի խաղի պարանով։ Սա Գեղարքեր գյուղն է, քաղաքացիական պայմանագրի տեխնացիայի շտաբը նախընտրական գտնվում է անդրական տեղամասից առածորեն 20 մետր հեռավորության վրա, անդրական տեղամասի դուռը, դիմաց հանրատավոստիկան, մեր դիտորդն է կանգնած, ասել ես ապատում ենք, տեսնում ենք շտաբի դուռը, մենք է շտաբին ուշադրություն կդարձնենք, որ ընթացքում իմանալ չի աշխատում, բայց ուշադրություն կդարձնենք, որովհետև չի բացառվում, որ շտաբը ոչ նպատակային օգտագործվում։ Այս տղային արձանագրություն կազմակերպել Երևանում։ կրկնակի բացատրություն է տալիս, որ որպես օգնորայք է եղել է գրանցման փոխով հայտնաբերող այս մարդը մասնագետ այս քով ու իր տատիկը դուրս իվիճակի չէ նա այս տատիկը ինքը իվիճակի է կարողանում ապրել այս տատիկն է ինքը կարողանում է գցել իր թորնիկներն իր թորնիկներ կրկնակի փորձից հետո որոշել է որ իրեն կարող է օգնել նախագահություն Ներսում արեք։
Ես չեմ կարող։ Ժամկետը այո։ Ժամը 20-ի դրությամբ ներքին գործերի նախարարությունը ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացել է 10 ահազանգ։ Այլ անձի փոխարեն քվեարկելու, մեկ եւ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու 2 դեպքերով կազմել եւ քննչական կոմիտե է ուղարկել 3 հաղորդում։ Այս պահին տաղավարում զրուցելու են պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Գոհար Մելոյանի հետ։ Բարի ուշ գիշեր Տիկին Մելոյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Նախնական արդյունքները կան, արդեն պարզ է, գիտենք թե ինչ պատկեր է վաղ շաբաթում, նախքան դրան անդրադառնալը։ Ինչպես կգնահատեք այս թիմ ընտրությունը, համապատասխանում էր այն բոլոր չափանիշներին, որոնք բնորոշ են արդար, թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությանը։ Բարի ուշ գիշեր, շնորհակալ եմ հրավերի համար, արդեն ընդգծենք, որ ժամը 2:00 է եւ ունենք արդեն նախնական արդյունքներ, նաեւ կուզեի ընդգծեի, որ այդ ինֆոգրաֆիկան, որը փոխանցում էր մեր կազմակերպությունը, պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը, շատ լավ մասնագետի կողմից կազմված էր եւ առաջի անգամ էր գործարկվում, ու մենք հնարավորություն ունեցանք դաշտում առաջինը պատկերը ձևավորելու։ Նաեւ ուզում եմ անպայման ընդգծել, որ սա նախնական արդյունքներ է 47 տեղամասերից, հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրկին այս նույնական արդյունքները ստանալու է, իրենք մշակելու են, անճշտություններ են վերհանվելու, բացի այդ ընդգծենք, որ դեռ 7 օրվա ընթացքում բողոքարկման հնարավորություններ կա, վերահաշվարկման հնարավորություններ կա, այնպես որ առաջին հերթին պետք է կանխակալությամբ առաջնորդվենք, որ սրանք նախնական արդյունքներ են։ Բացի այդ, ինչպիսի խախտումների, ընդհանուր օրվա վերաբերյալ իմ դիտարկումները ասեմ, այո, մեր կազմակերպության դիտորդների կողմից, ովքեր բոլոր 47 տեղամասերում են ներկայացված ունեն, բազմաթիվ խախտումներ արձանագրվել են։ Խախտումները թե տեխնիկական են, թե բովանդակային են, վաղ օրվա ընթացքում ես պլանավորում եմ ամփոփիչ ասուլիս կազմակերպել, որովհետև դրանք պետք է տեսակավորվեն, բայց մի քանիսը այնուամենայնիվ մատնանշեմ։ Տեխնիկականից սկսած ու հիմնական դիտարկման ենթարկա խնդիրը այն էր, որ մեր քաղաքացիները ընտրական գործընթացը չեն տիրապետում։ Մարդիկ գալիս են լրիվ անտեղյակ, չպատկերացնելով ուր են եկել, ինչի համար են եկել, ամենաշատ ընտրական իրավունքի գաղտնիությունն էր ոտնահարվում, որը կարևորագույն սկզբունք է, ինչպես նաև ընտրական իրավունքի գաղտնիության բացահայտումը քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարք է, անգամ եթե մարդը բաց քվեարկություն է անում, ինքը տեղամասային կենտրոնում հայտարարում է, թե ում է ինքը պատրաստում քվեարկել, դա խախտում է քրեական օրենսգրքով նախատեսված արարք է եւ անգամ իր ընտրության վերաբերյալ տեղեկատվությունը հիմք է իր նկատմամբ բարույթ մեկնարկելու։ Քաղաքացիները շատ մեծապես արձանագրում էր, որ ուղղորդվում էին իրենց հարազատների կողմից, անընդհատ ինչ-որ մեկը, որպեսզի որդի, ծնող, զավակ փորձում էր տեղամասային կենտրոնում քվեախոց մտնել տարբեր պատճառաբանություններով, հիվանդ է, վատ է զգում եւ այլն։ Բնականաբար մեր դիտորդների կողմից էս կանխարգելվում են ու վերահսկվում են, մեծապես իհարկե թույլ չի տվել, որպեսզի քվեախցում գաղտնիության իրավունքը ոտնահարվի։ Տեսակներից, որոնք մտահոգիչ են, դա ընտրական ցուցակներում, որոնք փակցված են, տեղամասային կենտրոնների արտաքին հատվածում ահազանգերն են քաղաքացիների կողմից, որ իրենց հաշվառման հասցեներում անծանոթ մարդիկ են հաշվառված, որոնք նախորդ ընտրություններում առկա չեն եղել։ Այդ բոլոր դեպքերով եւս կազմվել են արձանագրություններ եւ այդ քաղաքացիները մեր դիտորդների կողմից ուղղորդվել են դեպի ոստիկանություն, որպեսզի համապատասխան դիմում ներկայացնեն եւ հասկանան, թե ինչպես է հայտնվել, որ իրենց համար անծանոթ քաղաքացիները գրանցված են իրենց հաշվառման հասցեներով։ Խախտման բնույթից ունեցել ենք դեպքեր, որ վստահված անձինք են ուղղորդումներ իրականացնում, վստահված անձինք շատ ակտիվ միջամտում են հանձնաժողովի գործունեության, այդ թվում հանձնաժողովի նախագահի հետ կոնֆլիկտի դեպքի արձանագրվել,
դեպք է արձանագրվել, որ ցուցակով ուղղորդում է, դեպքեր են արձանագրվել, որ դրսում մարդկանց են ուղղորդում, դեպքեր են արձանագրվել, որ ընտրատեղամասի շառավղով պարբերաբար ներկայություն կա, ինչը խախտում է համարվում, արձանագրվել է քարոզչական տեսանկյունից տեղամասերի անմիջապես հարակից տարածքներում կոնկրետ ուժերի ներկայացուցիչների պաստառների առկայություն, կոնկրետ մեկ ուժի մասին է հիմնականում խոսքը, արձանագրել ենք դեպքեր նախնական հենց գիշերը տեխնիկական կահավորման հետ կապված, որ քվեախցերի հետին հատվածներում հասանելիություններ, օրինակ աստիճաններ են տեղակայված կամ ոչ կապարակնքված դռներ, որոնք հնարավորություն կարող են տալ, որպեսզի քվեախցի քվեարկության ընթացքում տեսանելիություն լինի եւ մարդկանց ընտրական իրավունքի գաղտնիությունը խախտվի։ Իհարկե սրանց ավելի մանրամասն, ավելի խմբային կանդրադառնամ վաղը եւ հաջորդող օրերի ընթացքում կազմվելու է նաեւ արձանագրություն, որը ինչպես նախորդ դիտորդական առաքելությունների ժամանակ այս անգամ եւս հրապարակվելու է։ Հիմա վերջնական ինչպիսի արդյունք, վերջնական ասենք էլի կրկին նախնականության կանխավարկածով ելնելով, այս պայդրությամբ նախնական արդյունքներով ունենք 8 ուժ, 8 ուժերը կրկին ներկայացնեմ, հա, առաջին հաղթանակ կուսակցությունների դաշինք ունի 31.9% ձայն, համահայկական ճակատ կուսակցությունը 1%, հանրապետություն կուսակցությունը 3.9%, Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը 5.4%, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը 3.7%, Ժառանգություն կուսակցությունը 1.4%, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 48.5% եւ Հայրենիք կուսակցությունը 3.8%։ Ինչ կարող ենք ասել սրա վերաբերյալ, նախ ձեզ ներկայացնեմ, որ այս արդյունքների հիման վրա, եթե առաջնորդվում ենք, ըստ մեր օրենսդրության մանդատները վաղար շաբաթ համայնքի հավաքանու հետևյալ կերպ են բաշխվելու, բանաձևումից վեր ենք անել, հա, մաթեմատիկական տարական հաշվարկ է, 3 ուժ են նվազագույն շեմը հաղթահարել, ընդգծեմ, որ եթե մեկ կուսակցություն է, նվազագույն շեմը կուսակցության համար 4%-ն է, դաշինքների համար 8%-ն է։ Այստեղ 3 ուժ է հաղթահարում այս տվյալներով, քաղաքացիական պայմանագրին պետք է բաշխվի 19 մանդատ, եթե չփոփոխվեն արդյունքները նախնական, հաղթանակ դաշինքին 12 մանդատ եւ Մայր Հայաստանին 2 մանդատ։ Շատ կարևոր արձանագրում է, որ ինչպես պատկերից տեսնում ենք, 3 ուժ շատ մոտ լինելով նվազագույն շեմին, այնուամենայնիվ այն չեն հաղթահարել։ Այստեղ իմ համար ամենացավալի իրողություններից է, որովհետև դրա արդյունքում հսկայական քանակի ձայներ են փոշիացվում։ Այսինքն մենք 3 ուժի դեպքում ունենք այստեղ կրկին, հա, հողում կատարեմ 3.9%, 3.7 ու 3.8%, այս համընդհանուր ստացվում է մոտ 11%-ից ավել ձայն փոշիանում է։ Բացի այդ, ընդգծեմ նաև, որ այս տարի վաղար շաբաթ համայնքի հավաքանու ընտրություններին բավականին բարձր մասնակցելիություն ունեցանք։ Եթե 2021 թվականին ընդհանուր առմամբ վաղար շաբաթ եւ Խոյ համայնքներում համընդհանուր մասնակցությունը ընտրություններին եղել է 17971 քաղաքացու կողմից, այս պարագայում վաղար շաբաթ համայնքում, որովհետև Խոյ համայնքը հիմա միացված է, հա, երկուսը էլի նույնականակ է բնակության վայրերով, մասնակցել է 31527 ընտրական իրավունք ունեցող անձ։ Գրեթե կրկնապատիկ է, մասնակցելիության բավականին բարձր թիվ ենք գրանցում, ընդհանուր պատկերի հետ կապված էլ կրկին ընդգծում եմ, այնպես չէր, որ ամեն ինչ հարթ էր, բայց այնպես էլ չէր, որ այնպիսի քանակի ընտրախախտումներ ենք մենք արձանագրել, որոնք կարող են ընտրությունների արդյունքները էական կասկածի տակ դնել։ Ըստ է խնդիրները, եթե քաղաքական ուժերը խնդիր են գտնում արդեն այլ հարթություններում, հա, նախընտրական քարոզչություն, քաղաքացիների հետ աշխատանք, նախընտրական ծրագրերի ներկայացում եւ այլն, իսկ ընտրական գործընթացի բուն քվեարկության օրվա հետ կապված կարող եմ ասել, այո, որոշակի խախտումներ եղել են, բայց մեր արձանագրումներով վաղը ավելի մանրամասն կներկայացնենք, առավել խնդրահարույց ու ուշագրավ է այդ ցուցակների հետ կապված հարցը, հա, որոնք պետք է հասկանանք, արդյոք ենք մասշտաբային են ու արդյոք այդտեղ հաշվառման խնդիրների հետ կապված արհեստական միջամտության օրակարգային հարց կա։
Ինչպես հասկացա այսօր նաև ներքին գործերի նախարարությունը տվել է մեկնաբանություն, պետք է այդ մեկնաբանությունների հետ ծանոթանանք, որպեսզի հասկանանք այդ օրինաչափությունները, հա, հաշվառման ցուցակների հետ կապված։ Խոսեցիք խախտումների մասին, նաև նշեցիք, որ այդ խախտումները չեն ազդել ընտրության արդյունքի վրա։ Այդ նախնական գնահատմամբ։ Այսինքն բացառում ենք ընդհանրապես ազդեցությունը արդյունքի վրա։ Չէ, վրա։ չենք բացառում, որովհետև կրկին պատական չեմ ընդգծում։ Հիմա տեսեք, ես ունեմ օրվա պատկեր, ամբողջ օրը 47 տեղամաս է, ես իմ տեղամասերի դիտորդների հետ պարբերաբար աշխատել եմ, տարբեր այցեր եմ կատարել տեղամասային կենտրոններ։ Հիմա երբ վեր ենք հանում խախտումների տեսակները ու քանակները, կարող է ստացվում է այնպես, որ մի տեղամասային կենտրոնում էականորեն այնքան խախտման տեսակներ է գրանցվել, որ իրապես այդ արձանագրումների հիման վրա մենք դիմելու ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով վիճարկելու կամ վերահաշվարկի, ու ոչ միայն մենք։ Հնարավոր է ընդդիմադիր քաղաքական ուժերը դեռևս ունեն ավելի շատ արձանագրումներ, որովհետև մենք միակ դիտորդական առաքելությունը չենք եղել, հա, գործել են 6 դիտորդական առաքելություններ ու իրապես ասեմ, ես մի քանի հպանցիկ նշումներ արեցի, ընտրախախտումների տեսակների ընդհանրական ներկայացրեցի, բայց իրապես բավականին քանակով կարծում եմ ծավալուն զեկույց է կրկին ստացվելու ամփոփիչ խախտումների վերաբերյալ։ Հնարավոր է բոլոր ուժերը կամ կոնկրետ քաղաքական ուժերը վերհանելով օրվա խախտումները ըստ տեղամասային կենտրոնների լուրջ մտահոգություն են ունենում, պատկերից ելնելով, որ կոնկրետ հիմա հասկանում ենք, երբ տեսակավորում ենք, որ թիվ S տեղամասային կենտրոնում պայմանական 0000 տեղամասային կենտրոնում այնպիսի տեսակի ու ծավալի խախտումներ են եղել, որոնք լուրջ հիմնավորման տեղիք են տալիս այդ տեղամասային կենտրոնում կամ վերաքվեարկություն նշանակելու կամ այդ տեղամասային կենտրոնի արդյունքները անբավեր ճանաչելու։ Պատահական չէ, որ այսօրվա տվյալները անգամ ոչ միայն մեր ինֆոգրաֆիկայի հիման վրա, որը կոնկրետ տեղամասային կենտրոնների արձանագրությունների հիման վրա է կազմվել, այլև շուտով կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, հա, ամփոփելուց հետո նախնական տվյալները դեռևս նախնական են համարվում այնքան ժամանակ, մինչև այդ բողոքարկման ժամկետները, խախտումների վերաբերյալ տեղեկատվությունները ամբողջովին չեն ներկայացվում կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ դրանց վերաբերյալ չեն կայացվում համապատասխան որոշումներ։ Տիկին Մելոյան, ընտրական process-ից անցնենք նախորդին տեղի ունեցած միջադեպին, դիտորդական որոշ առաքելությունների դեմ վարույթ հարուցեցին եւ քննարկեցին վաղաշաբաթի ընտրությանը մասնակցելու հարցը։ Որն էր այսպիսի վարույթ հարուցելու հիմքը ու ինչ տեղի ունեցավ ընտրությունից ընդամենը 1 օր առաջ։ Տեսեք, այդ իրավիճակը շատ խնդրահարույց է, նախ ինչպես արձանագրվեց, երևի թե մեր հանրապետության պատմության մեջ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամենաերկարատև նիստերից մեկը կայացավ երեկ, ինչ էր տեղի ունեցել, հիմա ներկայիս իրավիճակում ընտրություններում հավատարմագրված են 6 դիտորդական առաքելություններ։ Այդ դիտորդական առաքելություններից առնվազն 2-ը, մյուս 3-ի վերաբերյալ դիմումներ էին ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որոնցից մեկը մենք էինք։ Իմ հետ կապված դրվագով դիմումը կոնկրետ իմ դիտորդական առաքելությունը 50+ դիտորդ ուներ գրանցած, իմ եւ եւս 2 դիտորդի չեզոքության ու անկողմնակալության հարցներ ներկայացված կոնկրետ հրապարակային տեսանյութի դրվագով։ Բնականաբար իմ հարցը շատ հեշտ լուծելի էր, որովհետև այդ 3 հիմքերն է, որ ներկայացված են, այդ տեսանյութերի նկարահանման ու հրապարակման ժամանակ մենք չենք եղել հավաստագրված դիտորդներ։ Ես դա ներկայացրեցի, վարույթում բավական երկար այլ իրավական խնդիրներից վարույթի հետ կապված խոսեցինք, ու մյուս 2 կազմակերպությունների գործերն էլ քննվեցին, բավականին կրկին ծավալուն ու մանրամասն կերպով, այստեղ մի քանի կողմ ունի, հա, խնդիրը։ Տեսեք, նախ այդ դիմումներով հարվածի տակ են դնում հենց ընդհանուր կենտրոնական ընտրական հանձնաժողովի, որպես մեր երկրում անկախ մարմնի, հենց այս ընտրական համակարգը կազմակերպող ու ղեկավարող մարմնի, ինստիտուցիոնալ մարմնի, ով ընդհանուր իրավակիրառ պրակտիկա է ձևավորում, պրոֆեսիոնալիզմը, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը այն մարմինն է, որը հավատարմագրելուց մի շարք հանգամանքներ, ինչպես օրինակ, հա,
այդ դիմողների ու կառույցների գործունեությունը հաշվի առնում։ Օրինակ պայմանական հայակվեի պարագայում ակնհայտ է, հա, որ իրենք շարժում են եւ ունեն կոնկրետ քաղաքական դիրքորոշումներ, բայց բնականաբար այդ երբ ունեն իրենք կանոնադրական նպատակներ ու այդ նպատակները թույլ են տալիս իրենց հավատարմագրվելու ու իրականացնելու դիտորդական առաքելություն, իրենք այդ առաքելությունը իրականացնելիս այլևս իրենց որոշակիորեն կաշկանդում են ու այդ մարդիկ չեն տվել վաղարշաբաթ համայնքի ավականու ընտրությունների հետ կապված որևէ մեկնաբանություն ու իրապես իրենց հետ ներկայացված խնդիրները, ինչպես նաև իմ պարագայում այնպիսի հայտարարություններ են, որոնք ընդհանուր մեր երկրում քաղաքական իշխանության գործունեությանն են վերաբերում, ոչ թե վաղարշաբաթ համայնքում իշխանության գործունեությանը կամ թեկնածուին։ Այս հանգամանքները մանրամասն ներկայացնեն։ Երկրորդ հանգամանքը ձեզ ներկայացնեմ, որ ընդհանրապես դիտորդական առաքելության հավատարմագրումը դադարեցնելու իրավական կարգավորումները կրկին նախորդ ընտրություններից հետո նոր ներդրված իրավական մեխանիզմ են։ Այսինքն այս տարվա ապրիլի 1-ից դրանք նոր ուժի մեջ են մտել համ պայմաններ նախատեսում կոնկրետ դիտորդական առաքելության համար, ինչպես ընդգծեցի, քաղաքական չեզոքության ու անկողմնակալության պահպանում, ինչը նաև գալիս է մեր միջազգային պարտավորվածություններից, նաև ընդգծեմ, որ ես ԵԱԳ-ի կողմից սերտիֆիկացված դիտորդ եմ հանդիսանում, հաջատեղյակ եմ միջազգային գործընթացներին, հա, այս դիտորդական առաքելությունների հետ կապված։ Եվ երկրորդ նաև այդ հավատարմագրումը դադարեցնելու իրավական կարգավորում են նախատեսվել։ Այս գործընթացում մեկ ուրիշ ուշագրավ հանգամանք կար, հա, հենց ընտրություններից մեկ օր առաջ լռության օրը մի քանի ժամ նախորդող ժամանակահատվածում իշխող կուսակցության պատգամավորուհին կատարում է մի գրառում լայնածավալ, որտեղ մեզ մի քանի անձից դիտորդական առաքելություն իրականացնող համ անձնապես վիրավորական տարեր պարունակող գնահատականներ է հնչեցնում, համ գնահատականներ է հնչեցնում մեր կազմակերպությունների վերաբերյալ։ Այդ այլ հարթություն է, որ այդ վիրավորանքի ու զրպարտության հետ կապված մենք դատական կարգով կշփվենք, բայց այլ հարթություն է, որ իշխող ուժի պատգամավորը ուժի, որը մասնակցում է ընտրություններին վաղարշաբաթի, գնահատական է տալիս 3 անաչառ դիտորդական հավատարմագրված կազմակերպություններ ու վերջում հղում է կատարում մյուս 3 դիտորդական առաքելություններին ու կոնկրետ դիտորդների, որպեսզի վերահսկեն մեզ ու գնահատական տան։ Հիմա սա ուրիշ վարույթի հիմք է, կարող եմ ես արդյոք խնդիր ունենալ, որ օբյեկտիվ կարծիք ունենալ, փաստահեն, որ իշխանությունը համագործակցում են մյուս 3 դիտորդական առաքելությունների հետ ու խնդիր կա այն մյուս 3-ի անաչառության ու անկողմնակալության հետ։ Կարծում եմ լիովին այդ կարծիքը ստեղին կլինի ու վարույթ հարուցելու եւս հիմքեր առկա կլինեն այս պարագայում։ Այնուամենայնիվ իմ համոզմունքն այն է, որ մենք դիտորդական առաքելություններս ընտրական գործընթացներում շատ ավելի լուրջ խախտումների ու գործընթացների հետևելու օրակարգ պետք է ունենանք, քան միմյանց վերաբերյալ դիտարկումներ անելը, բայց այնուամենայնիվ քավլիցի, եթե առաքելությունը գտնում է, որ այդտեղ էլ խնդիր կա եւ դա եւս ընտրական գործընթացի վրա կարող է ազդեցություն ունենալ, դա իր անելիքն է։ Ամեն դեպքում այդ մոտեցումը, հա, առողջ ընտրական գործընթացի ապահովումը դեռևս մեր երկրում խնդրահարույց է, որովհետեւ մարդիկ, այո, մեր երկրում փոքր երկիր ենք, փոքր հասարակություն ենք եւ հատկապես երբ դու մի փոքր հանրային գործունեություն ես իրականացնում, հանրային մի փոքր ճանաչելիություն ունես, քո կարծիքները, որը ցանկացած մարդու հարիր են, հա, յուրաքանչյուր մարդ թե Հայաստանում, թե աշխարհում ունի քաղաքական դիրքորոշում եւ ունի անձնական կարծիք։ Այդ կարծիքները երբ հանրամատչելի են դառնում, կաշկանդելի են եւ քեզ արդեն թիրախավորում են։ Երբ ես իրականացնում եմ դիտորդական առաքելություն, ես ինձ կաշկանդում եմ այդ չեզոքությամբ ու անկողմնակալությամբ, մի փոքր ավելի զսպում եմ իմ քաղաքական դիրքորոշումներն ու կարծիքները հրապարակելու անհրաժեշտությունը, որպեսզի մեկը մյուսին բալանսավորի։ Եվ այս պարագայում չի կարելի, հա, ինձ դիտարկել, նույնականացնել, թիրախավորել այլ ուժերի գործիչների հետ, ու նվաստացնել իմ աշխատանքի կարևորությունը, որովհետև երբ
կրկին ընդգծում եմ, դու ընտրությունների մասնակցող ուժի ներկայացուցիչ ես ու պիտակավորում ես իմ կազմակերպությունը, ես հաջորդ կիրակի մի օրից մտնելու եմ տեղամասային կենտրոններ, հա, ընդհանուր առումով միջազգային իրավունքի տեսանկյունից, հենց ընտրական գործընթացի ժողովրդավարական արժեքների տեսանկյունից սա շատ լուրջ խնդիր է։ Օրինակ դիցուք, եթե ընտրական հանձնաժողովը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեր մի փոքր ավելի քիչ պրոֆեսիոնալ լիներ ու այդ դիմումների հիման վրա մեր հավատարմագրումը դադարեցներ, սա դառնալու էր առանց ճոխացնելու, հա, միջազգային սկանդալի հիմք։ Այսինքն ընտրությունների նախօրեին իշխանության հրահրմամբ եւ իր հետ համագործակցող ուրիշ կազմակերպությունների միջնորդությամբ իշխանության հետ այլ անկախ ենթադրյալ մարմինը կդադարեցներ անաչառ անկողմնակալ գործունեություն ծավալող 3 կազմակերպությունների առաքելություն։ Դա թե ԵԱԳ-ի ուշադրություն կենտրոնում կլիներ, որովհետև հենց ընտրությունները ժողովրդավարության կարևորագույն ցուցիչն են։ Ընտրական գործընթացի մասնակցող կառույցները, մարմինները, կազմակերպությունները առաջնային դրա այդ ցուցիչը երաշխավորողներն են ու այս հարցերին առնվազն աշխարհը մի փոքր ավելի նուրբ է վերաբերում եւ ավելի սուր գնահատականներ է հնչեցնում։ Այնպես որ եզրափակելով ասեմ, այո, սա եւս նորություն էր։ Մենք մաս դարձանք մեր երկրում ընտրական գործընթացի իրավակիրառ պրակտիկա եւ մի շարք իրավական դրույթների գործարկման, որոնք այլևս նորություն են եւ երբևիցե դեռևս չէին գործարկվել, ու կարծում եմ այս գործընթացից է բոլոր կողմերը կրկին լրջագույն հետևություններ անելու խնդիր ունեն, մեր հասարակությունն ու քաղաքական դաշտն էլ բնականաբար առողջացման խնդիր ունի, օրինակ առնվազն այն տեսանկյունից, որ անկախ իմ քաղաքական հայացքներից ես ունակ եմ օբյեկտիվ ու անաչառ լինել տեղամասային կենտրոններում, ու եթե ես ունենայի այնպիսի քաղաքական ուժ, որին սատարում եմ, կամ եթե ես մաս կազմի առավել եւս այդպիսի ուժի, որը մասնակցում էր ընտրություններին, ես ինքս ինձ թույլ չէի տա դիտորդի կարգավիճակով մասնակցել, որովհետեւ այդ են մասնակցելիության դրսևորման ձևեր ունի, հա։ Մենք տեսանք նույն տեղամասային կենտրոններում, որ կոնկրետ ուժերի այլ աջակիցներ վստահված անձի կարգավիճակով են։ Ու նույն վստահված անձի ինստիտուտի հետ բազմաթիվ խնդիրներ ունեցանք, որովհետեւ վստահված անձինք արդեն կոնկրետ շահագրգռվածությունից ելնելով փորձում են ավելի բուռն գործունեություն ծավալել տեղամասային կենտրոնում, ընդհանուր մի քանի տեղամասային կենտրոնում կատվածահար էին անում հանձնաժողովի աշխատանքը, հա, վեճի բռնկվեցին նախագահի հետ եւ այլն, այս արձանագրումներ մենք ունենք մեզ մոտ իրականացված։ Ամփոփելով խոսքս ասեմ, կրկին պետք է բազմա բևեռ ու բազմա բնագավառ լինի ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողությունը։ Ու նաև երախտիկս պետք է հայտնեմ մեր զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին իդեմ ձեզ, որովհետև ձեր աշխատանքի շնորհիվ մենք նաև մեծապես կարողացել շատ խախտումներ արձանագրել։ Դուք եք լրջագույն իրավիճակներ հայտնաբերում, ձեր լրագրողական հետաքննությունների արդյունքում բացահայտում եւ հասու եք դարձնում այն փաստական հանգամանքները, որի հիման վրա մենք կարողանում ենք իրավական վերլուծություններ ու հետևանքներ առաջացնել։ Շատ շնորհակալ եմ Տիկին, հետևենք իրադարձությունների զարգացմանը։ Հիշեցնեմ, ես զրուցում էի պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Գոհար Մելոյանի հետ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, մենք այսօր վաղ առավոտից ժամ 8-ից աշխատել ենք արտակարգ ռեժիմով, վաղը եւս շարունակելու ենք աշխատել Էջմիածնից, կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին, բարի գիշեր։